Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Փաստացի, եկեք մի հատ ամփոփենք ու շատ կարևոր մի քանի բանի մասին խոսանք։ Փաստացի Հայաստանում Արցախահայության նկատմամբ ծրագրավորված էթնիկ զտման քաղաքականություն է իրականացվում։ Այսինքն Արցախահայությունը պիտի մոռանա իր Արցախահայ լինելը, պիտի մոռանա իր վերադարձի իրավունքը, պիտի մոռանա իր ինքնորոշման իրավունքը, ինչպես Նիկոլ Փաշինյանը մետրոյում ասեց, որ իրենք թույլ չեն տա, որ այդ գաղափարաբանությունը վերադարձի Արցախցու ինքնության այդ գաղափարաբանությունը կյանքի կոչվի։ Այդ թույլ չեն տա, հասկանում կա մի գաղափարաբանություն, որը թույլ չեն տա օրենքով, սահմանադրությամբ, մարդու իրավունքներով մարդու ունի խղճի, դավանանքի, համոզմունքների ազատություն։ Մարդը ինչին ուզում է, նրան էլ հավատում է։ Եթե իհարկե ինքը այլոց նկատմամբ բռնություն չի, կոչ չի անում, էլի։ Ինչ իրավունքներ ունի, կարա դրանց մասին բարձրաձայնի։ Ինչ համոզմունքներ ունի, կարա դրա մասին խոսա։ Խոսքի ազատության եւ համոզմունքների խղճի ազատության, դավանանքի ազատության գաղափարը դա է։ Քաղաքական հայացքների ազատության գաղափարը դա է։ Բայց մարդը ասում է, չէ, ասում մենք թույլ չենք տա, բառացի սենց էլ ասում է, թույլ չենք տա այդ գաղափարաբանության տարածումը։ Եթե դա նույնիսկ լիներ, ասենք ես օրինակ բերեմ Իրանի դեսպանատան դեմը, երբ որ իրանցիները ցույց են անում Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլ Փաշինյանը չի կարա թույլ չտա, որ մարդիկ իրենց համոզմունքը, պարսիկները, իրենց համոզմունքը Իրանի դեսպանատան դեմ հայտնեն, որ ցույցերի նկատմամբ հազարավոր իրանցիներ են կոտորում Իրանի իշխանությունները։ Այսինքն նույնիսկ որ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց իրանցին, որ Հայաստանի հետ կապ չունի, ակցիա է անում, դու չես կարա դա արգելես։ Իրավունքի դիրքերից, ազատության դիրքերից, միջազգային կոնվենցիաների դիրքերից դու դա չես կարող արգելես։ Բայց այդպես մարդը ասում է, չէ, ես կարգելեմ էդի Հայաստանում։ Արցախի բարբարն էլ ժամանակի ընթացքում լուծվելու է գնա, մոռացության է մատնվելու, սովորություններն են մոռացության են մատնվելու, ստացվում է ինչ, բացեք նայեք, թե ինչ է ցեղասպանությունը, էթնոցիդը, գենոցիդը, մշակութային ջարդը, բացեք մի հատ նայեք այ մարդ։ Դա ոչ ավել, ոչ պակաս էթնիկ զտում է։ Ու այսօր Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են Արցախահայության նկատմամբ էթնիկ զտման ծրագիր։ Դուք ում մտքով կանցնի դա։ Ում մտքով կանցներ դա։ Հիմա չեք պատկերացնում, բայց դա հենց դա է։ Ու այն հայերը կապ չունի Հայաստանից են թե Սփյուռքից են, ովքեր Նիկոլի այս ջրաղացի վրա էս հակա-արցախյան, հակա-արցախահայության ջրաղացի վրա ջուր է լցնում, ուշադիր ժողովուրդ, դուք հանցակից եք դառնում այդ էթնիկ զտման ծրագրին։ Ավելին ասեմ, անձամբ ես թույլ չեմ տա, որ Հայաստանի Հանրապետությունում Արցախահայության նկատմամբ իրականացվի էթնիկ զտման ծրագիր, ինքնությունը մոռանալու, ոչնչացնելու ծրագիր։ Բազմաթիվ հայեր, համշենահայերը, հա, մնացել են Թուրքիայում, իսլամ ընդունելով, դավանափոխ լինելով։ Ազերիները ոնց են առաջացել, Նախիջևանի ազերիները ոնց են թուրքախոս ու իսլամադավան։ Արարատյան դաշտում այդ որ ասում ենք Շահ Աբբասից հետո մեծամասնություն են եղել այդ մարդիկ։ Այդ մարդիկ գենետիկայով հայ են, գենետիկայով բնիկ են։ Ոնց են այդ մարդիկ դարձել ազերի։ Այտենց նրանց նկատմամբ երկարատև տարիների, տասնամյակների եւ դարերի ճնշման արդյունքում թյուրքական, այսպես կոչված ազդեցությունը սարքել է այդ մարդկանց թրքախոս, սարքել է իսլամադավան։ Դա էթնոցիդ է, դա գենոցիդ է, ժողովուրդը պարտադիր չի դնեն մորթեն։ Հիմա մեզ ստիպում են հələ որ Արցախահայությանը միայն, վաղը կարող ընդհանրապես ամբողջ Հայաստանի հայությանը, չնայած այսօր էլ արդեն խորհրդանիշներից հրաժարվել, Արարատի սիմվոլը, զինանշանը փոխելը,
Այսօր արդեն պատմության նկատմամբ վերաբերմունք փոխելը, հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելը, ու էլի բազմաթիվ քայլերով Հայաստանի հայության նկատմամբ էլ այդ ոտնձգությունը կա, բայց ավելի գռեհիկ եւ ավելի ագրեսիվ, դա փաստացի հենց հիմա ընթանում է արցախահայության նկատմամբ, հենց բուն արցախահայության նկատմամբ։ Եվ բոլոր նրանք կրկնում եմ, ովքեր աջակից են այս սրանով Նիկոլ Փաշինյանին ու իր ծրագրերին, նրանք հանցակից են, նրանք միայն աջակից չեն։ Նիկոլ Փաշինյանին շատ չի մնացել։ Նիկոլ Փաշինյանը ինքն է խուճապի մեջ հասկանում, որ իրան շատ չի մնացել։ Նիկոլ Փաշինյանի դարդը Հայաստանի Հանրապետությունը չի, այլ այն անխուսափելի դատարանն է, այն անխուսափելի դատաստանն է, որի առաջ ինքը կանգնելու է։ Անխուսափելի այլևս։ Կրկնում եմ, նա մի մեծ անելիք ուներ, որ պիտի պահեր Հայաստանի Հանրապետության եւ Սյունիքի անձեռնմխելիությունը Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունից, անխոչնդոտ անցման ուրեմն դրույթից պիտի հեռու պահեր, բայց նա դա չարեց։ Նա հերիք չստորագրել էր, գնաց Ամերիկայում էլ վերահաստատեց։ Հիմա էլ կյանքի են կոչում դա։ Ու մենք մեր սերունդը կամ մեզանից հետո եկող սերունդը վերջ առաջ պետք է այդ դրույթը հանի։ Այդ չի կարա Ադրբեջանը ստեղով գնա գա անխոչնդոտ, չի կարա տես բան լինի։ Դա խնդիր է, ասեք ինձ համար խնդիր։ Այդ մի բանը պետք է չի արի։ Վերջ, այդ մի բանով կարող է ինչ-որ մեղմացուցիչ հանգամանք ընդունենք, ասենք լավ, ինչ եղել է։ Եկեք դատելուց մեղմացուցիչ հանգամանք դա համարենք, որ այնուամենայնիվ երկրի համար արել է ինչ կարող է։ Ոչ նա իր համար արել, իր մորթու, իր մաշկի համար արել։ Ու հիմա էլ ինչ անում է, գիտի։ Այդ որ ասում է, ես չընտրվեմ, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սահմանադրական մեծամասնություն 67% ես գիտեի, պարզվում է 62% այն 3/5-րդն է, ոչ թե 2/3-ը։ Մի խոսքով 60%-ից ավել ասма ձայն չհավաքեմ, բանա պատերազմ կլինի։ Հիմա տես ինչ եմ ասում պարոն Փաշինյան ձեզ, որ դուք այդ ձայները չհավաքեք, դուք որ չընտրվեք, ոչ թե պատերազմ ալնելու։ Ձեր այդպես խախանդ ապրելու, կուշտ ուտելու օրերն են ավարտվելու։ Դուք հայտնվելու եք մեղադրյալի աթոռին, դուք հայտնվելու եք բանտում։ Երեք զանգելա Պուտինին։ Զանգելա Պուտինին ու հայտարարության մեջ հայկական կողմի չի նշվում, որ դա արվել է Հայաստանի նախաձեռնությամբ, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Հասկանում եք ուր է հասել։ Հասկանում եք իրանց կանխատեսումները ուր են տանում։ Պուտինին է զանգել։ Աջակցություն է խնդրում Պուտինից։ Պատկերացնում եք ուր են հասել, որտեղ Պուտինի ծառայությունները չեմ մատուցել։ Ահռելի, իրանք իրար մեջ ինչեր են արել 44-օրյա պատերազմին, դրանից հետո որտեղ Պուտինն էր ասում։ Նիկոլը ասում էր դավաճան չի, նա ամեն ինչ արել է Հայաստանի համար։ Պուտինն էր ողջունում Նիկոլի թեկնածությունը 21 թվականին։ Պուտինն էր շնորհավորում Նիկոլի հաղթանակն ընտրություններում 21 թվականին։ Այսինքն մի կողմից Ռուսաստանը մտցնում է Քոչարյան, Սամվել Կարապետյան, միգուցե նույնիսկ Ծառուկյան ու էլի ուժեր, էլի լիքը ուժեր։ Մի կողմից Նիկոլին ասում է նայի, հա, իշխանությունը ձեռիցդ կվերցեմ, արի, ոնց կասեմ, այտենց պետք է անես։ Ու երեք զանգել է Պուտինին։ Ռուսաստանը գրել էր, որ Հայաստանի կողմից է նախաձեռնությունները զանգի։ Ինչ է զանգե խոսացել։ Այս խառը վիճակներում այդ ինչ կարևոր բան կար, հանգարցակի որոշել եք զանգեք Պուտինին։ Պուտինն ինչ պետք է անի։ Սամվել Կարապետյանին, Քոչարյանին բան պետք է ասի, մի քիչ գազը կամացացրեք, մի քիչ հուպ տվեք, հա, այդ պետք է ասի։ Այսինքն հասկանում եք, չէ՞ մենք ինչ դաշտում ենք։ Այն կողմից Պուտինն է կոնտրոլանում, այս կողմից Պուտինից են վախենում, Պուտինից են զանգում, բան ուզում, աջակցություն խնդրում, կամ խնդրում մի քիչ նապորը թուլացնել։ Հաշվարկել են, ստատիստիկա են անում, տենում են, որ չեն կրում։ 50+1% դուք չեք կարող հավաքել, դու 60+% որտեղից եք հավաքել։ Կա այդքան հանցակից ունեք,
Հայաստանի Հանրապետությունում։ Սա քաղաքական տերմին եմ ասում, եթե վդռուկ կորոշեք իրավապահներով բերանս փակել ես կարևոր շրջանում։ Ոչ ձեզնից եմ վախում, ոչ իրավապահներից, շրջանն է ափսոս։ Այն ինտելեկտը, որ ներկայացնում են, դա է ափսոս, այս շրջանում։ Քաղաքական գնահատական եմ ասում։ Այդքան հանցակից ունեք, պարոն Փաշինյան։ Փաշինյանի կողը կշտի է ժողովուրդը։ Ժողովուրդ դուք հասկանում եք, դուք ինչի տակ եք մտել արդեն իսկ։ Եվ հասկանում եք, որ դուք էլ Նիկոլի հետ եք դատվելու։ Ձեզանից յուրաքանչյուրը Նիկոլի հետ դատվելու է։ Յուրաքանչյուրը կանգնելու է արդար դատարանի առաջ։ Դուք խախտել եք սահմանադրության այն ամենակարևոր բոլոր հոդվածները։ Առանցքային սահմանադրական կարգին վերաբերող բոլոր հոդվածները խախտել եք։ Դուք խախտել եք իշխանությունների հակակշռման եւ բալանսավորման եւ փոխադարձ զսպումների մեխանիզմը։ Դուք լիազորություններն եք չարաշահի ամեն տիպի։ Դուք մտել եք դատական իշխանություններին եք միջամտել։ Դուք ազգային ժողովին եք միջամտել։ Դուք եկեղեցուն եք միջամտել։ Դուք սելեկտիվ արդարադատություն եք արել։ Դուք ձեր խոստացած թալանը տենց էլ հետ չեք բերել։ Դուք այդ ինչ հնարավոր է խոստացել եք չեք արել, դրանց ճիշտ հակառակն եք արել ու ինչ արել են նախկինները, այդ ամեն ինչը ավելի քողարկված դուք եք արել։ Սրա համար դուք դատարանի առաջ եք կանգնելու։ Եվ ահա թե ձեզ ինչի է պետք Սամվել Կարապետյան, որը գործարքային բիզնեսմեն է, էլի գործարկանող մարդ է, որ ոչ թե քաղաքականությանը կամ իրավաբանությանը իրավունքին նայ, այլ գործարքի, մեկ էլ Պուտինը կարանա վրեն ազդի։ Որտեղ մարդու փողերն են, ընդեղ էլ այդ ազդեցությունն է։ Որտեղ մարդու փողերն են, ընդեղ էլ իր վրա հնարավոր ազդեցությունն է։ Դրա համար են հազարատ երկրներ ասել, որ դրսից չի կարա գա տեխնացու լինի Հայաստանում կամ իրանց երկրում։ Դրա համար չես կարա Ֆրանսիայում, Ամերիկայում, Գերմանիայում դրսից գնաս դառնաս իշխանություն։ Ասում են փողերդ որտեղ է, սերունդներդ որտեղ են, սիրուհիներդ որտեղ են, ընտանիքդ որտեղ է, այսինչ երկրում։ Այ կգնաս այդ երկրում էլ տեխնատություն կներկայացնես։ Որտեղ որ քո սիրտն է, այ կգնաս ընդեղ։ Ուրիշ երկրներում բարերարություն ես արել, ապրես, բայց դա իշխանություն վերցնելու հիմք չի տալի։ Հիմա Անգելա Պուտինին առնվազն տարակուսելի է, կասկածելի է։ Ես չեմ կարող ասել ընդ ինչ են խոսացել, բայց տարակուսելի է։ Այս խառնաշփոթի մեջ հանգարցակի, այս արդեն adekvatությունը կորցնելու ֆոնին ժենգյալով հացով փորձում է Արցախայության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների հարցը լուծի, մեկ էլ հանգարցակի գնում հասնում է կաբինետ, զանգում է Պուտինին։ Այդ ոնց։ Մի հատ բան կարևոր ասեմ, էլի այս հանցակիցների հետ կապված նիկոլական։ Ուրեմն Ամերիկայում ես մի քանի օր առաջ իրանց հակաահաբեկչական կենտրոնի, ազգային կենտրոնի ղեկավարը հրաժարական տվեց եւ ասաց, որ Իրանի հետ խոշորամասշտաբ պատերազմը արդարացված չի։ Հրաժարական տվեց, միջև վերջ ինչ մտածում էր, ասաց։ Ջոզեֆ Քենթ, եթե չեմ սխալվում, այդ հրամանատարի ուրեմն կինն էլ զոհված էր սիրիական ռազմական գործողությունների ժամանակ զոհվել։ Մի խոսքով այս մարդը հրամանատարը մերոնց պես չէ, որ իսկի քաղաքական գործիչները ռիսկ չեն անում, խոսան ինչա կատարվում։ Լինելով զինվորական, գաղտնի ինֆորմացիայի տիրապետող մարդ, առանց գաղտնի ինֆորմացիան անմիջապես բացահայտելու ահռելի մեծ բան է տալի։ Հեսա կգամ այդ 650,000 ձայնին, Արամ ջան։ Ուրեմն ահռելի մեծ ինֆորմացիա հարցազրույցներում տալի այս մարդը։ Ուրեմն ինչ եղավ։ Այս մարդը վեր կացավ ասեց, որ Տրամպի ադմինիստրացիան համը հանում է, թեև ինքն էլ այդ ադմինիստրացիայի մասը եղել, բայց ասում անգեր հիմնական մեր սկզբունքների դավաճանում է Տրամփը։ Վեր կացավ չոտքի ասեց ինչ-ինչոց, հա, դրա մասին մի օր երևի առանձին կխոսանք, ագին հետաքրքիր զրույց կա իր հետ կապված։ Մի երկու օր տրամփականները, պաշտոնական իշխանությունները մի երկու երեք օր սուս սթրվել էին, ձեն չէին անում, չգիտեն ինչ պատասխանեն։ Իրանց ստերը բացահայտել է։ Երկու-երեք օր հետո էլան սկսան սենց բաներ խոսալ, որ այդ մարդը հետաքննության տակ էր, այդ մարդու հետևից ծնգած էր, արդեն ինքը խախտումներ արել, սկսեցին սևացնել անունը, բայց տենց է չստացվավ։ Փորձեցին այդ մարդու վարկաբեկել, որ իր հայտնած ինֆորմացիան լուրջ չընդունվի։
Բայց տենց էլ չստացվավ։ Հիմա այս Նիկոլենք են, ուրեմն այս մետրոյի դեպքից հետո 1 օր, 2 օր ոչ մի ծպտունները դուրս չեկավ, չէին կարող, որտեղ բան են կերել, ոնց կա պերաշկի են կերել, ոնց կարա ֆրանասեն չեն կերել, կերել են։ Ու արդեն տենց 2 օր հետո սկսան այդ աղջկա պոստերն են հրապարակում, փորձում են այդ աղջկան վարկաբեկեն, որի փրթե ասել է թքեմ Հայաստանի վրա, այ ես այդ ինչ այդ աղջիկը ասել է, ես ասում եմ ձեր վրա, ինչի, չեք ամաչում անբարոյականներ, այդ աղջիկը ասել է այդ պլաստմասի կտորի վրա, այդ քարտեզի տնազի վրա է ասել, եթե ասել է, այդ աղջիկը տես բան չես, եք շարանում, որովհետև նույն տրամաբանությունն է, Սումգայիթում ոնց հայերին կոտորեցին, ոնց էին ճնշում, բռնություն գործադրում, նախ ժողովրդի մեջ ատելություն են մեծացնում հայերի նկատմամբ, Սումգայիթում տենց արել են, Բաքվում տենց արել են, Կիրովաբադում տենց արել են, ու հիմա դուք Արցախցու նկատմամբ տենց շար եք անում, որ ատելություն գեներացնեք, Յանին ասել է թքեմ Հայաստանի վրա, սուտ եք ասում, այ Կիրովաբադցի, ինչ ասեմ, Սումգայիցի հերոսակներ, այս Սումգայիցի հերոսակներ, սուտ եք ասում, ձերպեսներն են Սումգայիթում կոտորել հայերին, ձերպեսներն են Բաքվում ու Կիրովաբադում կոտորել հայերին, հենց ձերպեսները, Եք շարանում արա, որ ատելություն գեներացնեք, ասում ծրագրավորված, ժողովուրդ ջան, ծրագրավորված, էթնոցիդ է արվում Արցախայության նկատմամբ մեր կողքը, մեր շրջանում, մեր ներսում, մեր երկրում։ Այդ աղջիկը բան է գրել, ստատուս է գրել, Նիկոլին ընտրողներին գրել է ոչ թե ժողովուրդ, այլ ժեխովուրդ։ Ես այդ իր պատն է գրել է։ Կոպիտա, կոպիտ չի ժողովուրդ ջան, դե կներեք, ավելին կարար գրեր, հայրենիքից տնից տեղից, հարազատի գերեզմանից, չգիտեմ, հələ մի հատ պատկերացրեք ձեր վիճակը գան տպելով, քացով տալով հանեն շպրտեն երկրից դուրս, դուք ձեզ ոնց կզգաք, ու հետո, այդքանից հետո որ ձեր գլխին այդ պատուհասը կբերի, դրա օգտի 680,000 հոգի քվեարկի։ Ես ասում եմ, չեմ ասի ժեխ իրանց, բայց դուք հանցակից եք, դուք Նիկոլի հետ հանցակից եք, միամիտ եք, բիթի եք, հասկանալով եք անում, առանց հասկանալու, դուք հանցակից եք Նիկոլին, դե գնացեք։ Ու հիմա էլ հանցակից եք դառնում Արցախայության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու ծրագրին, որը երկրի թիվ 1 գործադիրի կողմից հնչեցվել է որպես մենք թույլ չենք տալու ասում այդ գաղափարաբանությունը, որ գոյություն ունենա։ Դու ով ես թույլ չտաս։ Եթե սա ցեղասպանության, էթնոցիդի կանոններով էթնիկ զտում չի, բա ինչ է սա։ Գրագետ մարդիկ եք, բացեք մի երկու բան կարդացեք, տեսեք սա ինչ է։ Ուղղակի մարդու հավատը չի գալի, մարդու գլուխում չի կարա տեղավորվի, որ Արցախայությանը կարան էթնիկ զտման ետարկեն, որտեղ Հայաստանի Հանրապետությունում։ Ովքեր Նիկոլի բալերշիկները։ Ինչ անելով այդ աղջկան վարկաբեկելով, հերյուրանքներ տարածելով։ Աշների թայնը հանե ասելա ժեխովուրդ, մեղմա ասե։ Ես այդպես չէի ասի։ Ես կասեմ, Նիկոլի քաղաքական հանցակիցներն եք դուք։ Ու դուք պատասխան չեք տալու ինչպես են ընտրակաշարք զղտկվողները 5000 դրամով։ Պատասխան չտվեցին տենց էլ։ Այդ նույն ժողովուրդն է, էլի չեմ ասի ժեխովուրդ։ Այդ նույն ժողովուրդը չի, որ 5000-ով երկիրը ծախել է տասնամյակներ շարունակ, իշխանությունը, արդարությունն ու սկզբունքայնությունն ու բարոյականությունը 5000 դրամով, 10000 դրամով, 20000 դրամով ծախել է ու իրան լավ տղա զգալով, լավ մարդ, բարոյական կին զգալով, հələ մանա եկե։ Դուք ի՞նչ բարոյական։ 5000 վերցրել, տվել եք ձեր ձայնը, հա։ Այն որ 5000 վերցե գնացե իրանց խղճով են քվեարկի, իրանց բան չունեմ ասելու։
Միտեղ իրանց բան չունեմ ասելու։ Բայց որ 5000 վերցե գնացել նախրի պես ընտրել են նրանով, որ իրանց այդ 5000-ը տվել է կամ 10000-ը։ Ձեզ ինչ ասես կարելի է ասել։ Ժողովուրդ չեք դուք։ Հա՞։ Դուք էլ վաղվա հանցակիցներն եք։ Դուք էլ ռեժիմի հանցակիցներն եք։ Ու ինձ թվում է մեծամասնությունը այդ 680,000 Նիկոլ ընտրածների վրա, այդ նույն սաստավն է։ Այդ նույն կոնտինգենտն է։ Ձեզ ասելու չկա, հա։ Լսեք սաղին ասելու կա, էլիտաներին էլ ասելու կա, ղեկավարներին էլ ասելու կա, սովորական ժողովրդին էլ ասելու կա, սաղին էլ ասելու կա։ Մեծը մեծ պատասխանատվություն է կրում, փոքրը փոքր, բայց բոլորն են պատասխանատու։ Բոլորն անխտիր, մեկը չկա, որ պատասխանատու չլինի։ Անպատասխանատվության ալիբի կամ մենաշնոր ոչ մեկ չունի։ Բոլորդ էլ պատասխանատու եք, ես էլ ձեր հետ։ Բոլորս էլ պատասխանատու ենք։ Ամեն մեկը իր չափով։ Ու այո, ժողովուրդը կարա հանդիմանի առանձին գործիչների, առանձին գործիչները կարան հանդիմանեն ժողովրդին։ Բայց վիճակա որ մենք ապրում ենք, այս վիճակի մեջ ով մի հոգի է, հա, պատասխանատու, այն մնացածը տանձիպո չեն, ինչը նախիր են չեմ հասկանում։ Ես ռեալ այդ հարցը, այս երկրը Նիկոլն է, հա, միայն մեղավոր կամ Սերժն էր միակ մեղավորը, բայց մնացածը նախիր էին ընկեր։ Դե ուրեմն ճակատներից գրեք նախիր, հելեք ման եկեք։ Մարդիկ դրանց ձեզնից պահանջ չունենան, ձեզնից ակնկալիք չունենա, որ էսի մի օր իմ հայրենակիցն է, մի օր ոտի կկանգնի պահանջի իր իրավունքները կգնանք նորմալ երկիր կդառնանք։ Ժողովուրդ, ես չեմ ուզում, ոչ թե ես այդպես վիրավորելու բան ունեմ, բայց եկեք ճիշտը խոսանք, այ մարդ։ Սաղս ենք պատասխանատու։ Իմ ընտանիքը քի պատասխանատու չի, ոչ մի բանի չի մտ, պատասխանատու չի ես ամեն ինչի համար։ Մեր թաղ մտե մարդիկ փող են բաժանել։ Չէ, մտե մեր թաղ փող է բաժանել։ Մեր տանասկի մոտիկ չեն եկել, որտեղ իմացել են անհնար է։ 1-2 փորձել են sense անznագիր, հենց են պասլատարը իրանց մեր ընտանիքի կողմից։ Այնպես են լարե իրանց, այդ իրանց պարվածքի համար։ Իսկի մոտիկ չեն եկել, որ առաջարկեն ձեզի կարելի է մի 20,000, 50,000 առաջարկել ընտանիքով եկեք ընտրեք այսինչ մեկին։ Հիմա այս ձևի ապրած ընտանիքը ու այն ամեն, էլի մեր թաղից վերցեմ, ամեն ընտրություններին գնացած այդ փողն առած ընտանիքը ու գնացած ընտրածը դրան։ Այդ նույն մակարդակի, նույն բարոյականության, նույն ավտարիցետի, նույն պատվիտեր մարդիկ են, հա, նույն ժողովուրդն են, ոչ դրանք նույն ժողովուրդը չեն։ Ամեն մեկը պատասխանատու է իր արած, իր կերած բողքերի համար։ Ամեն մեկը մեծ պատասխանատվություն է կրում փոքրը փոքր։ Հիմա այդ աղջիկը որ վերակացածլա 680,000, թե 600 քանի հազար Նիկոլի ժողովուրդը։ Ինչ է այդպես խառնվել, աշտերի թայնահան է։ Բա ո՞նց կարայք այդ Նիկոլ ընտրեիք նորից։ Ո՞նց կարայք այդ նորից Նիկոլ ընտրեիք։ Դա դիա գնահատականն է, կերեք։ Դառնա, դառնա։ Բա դուք ինչ կարճի դառն եք։ Ես էլի եմ ասում, ես ձեզ չեմ վիրավորում, բայց դուք հանցակից եք ժողովուրդ։ Ընդունեք որպես քաղաքական ձևակերպում։ Դուք հանցակից եք։ Ու այսօրվա խոսքս, երեկվա խոսքս կրկնեմ, եթե Հայաստանը էլի գնալու է Նիկոլին ընտրի 60+%, Նիկոլին կամ Նիկոլի սատելիտներին։ Եթե Հայաստանը Նիկոլի սահմանադրությանը 50%-ից ավել գնալու է քվեարկի այո, ապա միանգամից կարելի է Հայաստանում հանրակրվե դնել Թուրքիայի կազմ մտնելու համար։ Թուրքիայի հետ միացյալ պետություն դառնալու հանրակրվե կարելի է դնել։ Ես Թուրքիային որպես հարևան, ատամներով տենց բան, ագրեսիվ չեմ վերաբերվում։ Շատ հանգիստ բոլոր իմ հայտարարությունները, ելույթները կարաք լսեք, հայ մարդու համար շատ զուսպ արտահայտ շատ ձև է իմ վերաբերմունքը թե Թուրքիայի եւ թե նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ։ Բայց տեսեք ինչ եմ ասում, հարգելի հայրենակիցներ, եթե դուք իրոք մեծամասամբ Նիկոլ եք ընտրելու եւ եթե դուք այո եք ասելու Նիկոլի սահմանադրությանը, միանգամից եկեք հանրակրվե դնենք Թուրքիայի կազմ մտնելու։ Դուք եկեք այդ այոն ասեք, այդ Թուրքիայի կազմ մտնել։ Ես ռադս քաշեմ, այդքան ջավախքում մի ձև տեղ գտնեմ ապրեմ։ Լուրջ եմ ասում։ Եթե տենց է, եկեք չեստի խանք, եկեք իրար չխավ, եկեք իմ սերունդներին մի բան արեք, էլի։ Հավայի մի հույս տվեք, որ ես այդտեղ սերունդներ պետք է մեծացնեմ։ Եթե դուք էդ եք, հարց չկա։ Ես հեռու չեմ էտա, ջավախք։ Սահմանից մի 20 կիլոմետր են կողմ, հա։ Բավրայից մի 20 կիլոմետր են կողմ կլնեմ։ Բայց գոնե կիմանամ, որ
Մի խոսքով, այդ հանրակրվեին այո չեն ասա իմ կողի ապրողները։ Ու Նիկոլին 60% ձեն չեն տվել իմ կողի ապրողները։ Գոնե այդքան բանով կմխիթարվեմ, հա։ Մի հատ էլ վիրավորվում եք, որ ձեզ ասում են սենց չինես, ժողովուրդ կողից նայեք էլի։ Ձեզ արդարացնում եք, թե բանա չլնի Քոչարյանը կլնի, բանա չլնի, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կլնի։ Ախպեր Հայկ Մանասյանին ինչի՞ չեք ձեր տալիս։ Հենց հիմա մենք բոլորին դեմ են նախաձեռնության, շարժման շրջանակներում մասնակցելու ենք։ Բոլորին դեմին ձայն տվեք, 100 օրվա իշխանություն ենք ուզում, նոր ընտրական համակարգով ավելի մաքուր ու ներառական ընտրություններ կազմակերպելու համար։ Եկեք մեզ ձեն տվեք, տեղներս չգիտեք, այս վիդեոն տարածեք, քանի հոգի անայեմ, չնայի մի քանի հազար, մի 10 քանի հազար կամ 20 քանի հազար կնայի։ Ախպեր ջան, տարածեք, այդ 10,000-ը թող տարածեն, 10,000 տարածում արեք, գիտեք, եթե չգիտեք, ասեն Facebook-ը ին վրա բանա դրե, սահմանափակումներ ա դրե։ Այսինքն այն իմ սովորական ռիթմը, որով իմ վիդեոները դիտվում եւ տարածվում են, հիմա եռապատիկ դժվարացել է այդ ամեն ինչը։ Եռապատիկ։ Ավելի մանրամասն է ստատիստիկայի մասին, հիմա չեմ ուզում խոսալ, մի օր էլ առիթ կլինի դրա մասին խոսամ, ոնց է Նիկոլի Հայաստանում Facebook-ը սահմանափակում դնում կոնկրետ անձանց խոսքի եւ այդ խոսքի տարածման վրա։ Facebook-ը այդ սահմանափակումը դնում է։ Հիմա թե report անելով են դրսից ուժերը Նիկոլի աղբերներ, ընկերները հարևան երկրներից էսի անում, կամ հենց նիկոլական բոտերը, թե էդի բուն Facebook-ը իր կարգավորումներով այդ ամեն ինչը ես չգիտեմ, բայց մի բան 100% ասում եմ, եռապատիկ դանդաղել է, բարդացել է իմ խոսքի տարածումը։ Այնպես որ խնդրում եմ, ինքներդ կիսվեք այս վիդեոն։ Եթե հավանում եք այս վիդեոն, մենակ մի հավանեք, կիսվեք այս վիդեոն, ձեզանից ոչինչ չի գնում։ Մենք առավոտից իրիկուն մեր մասնագիտական գործունեությանը զուգահեռ նաև քաղաքական գործունեություն ենք անում, որը մեզից մի քոր կոպեկ մեզի չի տալի, բայց ահռելի էներգիա, ֆինանս ու ռեսուրս է տանում։ Ու ներվեր է տանում։ Ու մեր ընտանիքի հետ հաճելի անցկացված ժամանակի հաշվին է դա լինում։ Այսինքն այդ ժամանակը չենք անցկացնում, ուղղակի չի մնում այդ ժամանակը։ Ձերից էլ խնդրում եմ, ընդհանրապես կիսվեք այս վիդեոն։ Կիսվեք, թող մարդիկ տենան հասկանան։ Հա, մի կարևոր բան ասեմ, ստե գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ասես բան ասում, սա կարևոր, ընդհանրապես կարելի է Նիկոլ Փաշինյանի տարբեր խոսքերին ասես պատասխաններ գրել ալգորիթմ, որ երբ որ լսում եք, ինչ պետք է մտածեք։ Ասում առաջ ասում էիք, յանի հիմա ասում եք, բա 18 թվին խի չասեցիր վիճակներս, ոնց է հիմա ասում եմ, ասում հիմա ասում եմ, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ուրեմն տեսեք, էլի մանիպուլյացիվ, բայց ինչու՞ է խնդիրը, ժողովուրդ։ Երբ որ մինչև Ղարաբաղյան պատերազմը, մինչև 20 թվականի պատերազմը Նիկոլը պետքա անկեղծ գտնվեր հաշվետու կառավարում, հաշվետու եւ թափանցիկ կառավարում իրականացներ, դա վերաբերվում է իր գործողություններին։ Մենք իրան ասում ենք, այ ոչ բարով վարչապետ, դու ինչու մեզ հաշվետու չես եղել, թե ինչ բողկեր ես ուտում։ Ինչու մեզ հաշվետու չես եղել, թե ինչ վիճակում է երկիրը գտնվում եւ ինչու չես արել քեզանից անհրաժեշտ օրինական, սահմանադրական լիազորությունների շրջանակում քո պարտականությունները։ Մենք դա ենք ասում։ Երբ որ հիմա Նիկոլը դա հիշացնելով մեզ ասում է, ահա հիմա ասում եմ սեպտեմբերին պատերազմ է լինելու, նա ֆռում ասում է մեզ ասում, մենք պետք է հիմա մի բան անենք, որ սեպտեմբերին պատերազմ չլինի։ Տարբերությունը զգում եք։ Իշխանության ֆունկցիան է, որ ժողովրդից մանդատ ստանալուց հետո գնա գործանի, ոչ թե ֆռա ժողովրդին ասի դուք պետք է բան անեք։ Գնանեն ծանի, որ պատերազմ չլինի, պատերազմ լինելուց հաղթի, եթե չի հաղթելու, ապա ժամանակին կանգ առնի։ Իշխանության ֆունկցիան դա է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պրավալ տված էս բոլոր ֆունկցիաները, եկե մեզ ասում է պատերազմ ալնելու, եթե ինձի չընտրեք, այսինքն փաստորեն մենք պետք է գործ անենք, մեր վրա է անելիքը։ Մենք պետք է գնանք իրան ընտրենք, հələ լսի։ Փաստորեն մեր վրա է անելիք, իր վրա չի։ Պարոն Տանձի պոչ, եթե սեպտեմբերին պատերազմ է լինելու ու դու այսօր գիտես որպես 7 տարվա վարչապետ, նա 7 չի 8 տարվա է։
Ուրեմն անիծվի քո 8 տարվա վարչապետությունը, որ այդքանից հետո դեռ սեպտեմբերին մենք պատերազմի ռիսկի տակ ենք։ Բա դուք այդ ձեր բանգաբութուլկեքով այսքան տարի պարգևավճար զղտկվելուց բացի ինչ էիք անում։ Պարգևավճար զղտկվելուց բացի, բա դուք ինչ էիք անում, որ սեպտեմբերին կարա պատերազմ լինի։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրոք ազատ կամ արտահայտությունն անում, իշխանություն ընտրում։ Ինչ կապ ունի ում ընտրում։ Ցանկացած ղեկավարության պարտականությունն է այնպես անի, որ իր երկրում ազատ ընտրություններ տեղի ունենան։ Եթե իր երկրում ընտրությունները մի ձև պետք է լինեն, այսինքն գոյություն չունեն ընտրություններ, թե չէ պատերազմ կլինի, բայց ծալեմ այտենց իշխանությունը, ծալեմ քեզ ու քո կողակիցներին։ Քաղաքական նկատի ունեմ։ Բա դուք ինչ էիք անում այսքան ժամանակ։ Հայաստանում ուրեմն ընտրություն չի կարա լինի ազատ։ Ազատ կամ արտադրություն չի կարա լինի, մի ձև կարա լինի, այսինքն ընտրություն չի կարելի։ Հա։ Այ Արցախի դեմ էթնիկ զտումներ ծրագրավորած եւ իրականացնող փնթի Արցախայության նկատմամբ։ Չեք հանգստանում։ Հենա Արցախը всё չկա։ Ահագին ժամանակ չի լինելու։ Ահագին ժամանակ չունենք հասանելիություն, ոնց ասեմ։ Արցախը կա, բայց Արցախայությունը առանց հայություն, առանց Արցախայություն։ Եվ չեք հանգստանում։ Պետք է ստեղել կոտորեք, ջնջեք, ձուլեք, դավանափոխանեք, համոզմունքները փոխեք, ամեն ինչ փոխեք, սարքեք ձերպես աղանդավոր, որ կարողանաք հանգստանալ։ Արցախցիներն էլ ըստ էության բանը, ոնց որ ինձ մի տեսակ խոցվածի կարգավիճակում համել իրանց մոտ ավելի խիստ է եղել, էլի այդ պետության դեմ վեր կենալ խոսալ, ահագին զուսպ են եղել։ Հիմա ասես խելոք հանգիստ սուս նստել են։ Ժողովուրդ, բա մենք չխոսանք, ով պետք է խոսա։ Մենք այս այլանդակությունը գնահատական չտանք, ով պետք է տա։ Ով էլ Նիկոլիկովը կանգնած է կրկնում, դուք հանցակիցներ եք, այն ամբողջ հանցանքների, որ նա թույլ է տվել։ Ու դուք նրա հետ միասին կանգնելու եք դատարանի առաջ։ Ու հանգած չասեք, առաջ չեմ ասե, հիմա եմ ասում։ Դուք առաջ պիտի ասեիք հաշվետվու լինելու եւ ճիշտ քայլեր անելու համար։ Ոչ թե հիմիկվապես պետք է ասեք, յանի մեզ եք շանտաժի ենթարկում, վախացնում, մենք պետք է ինչ-որ բան անենք։ Մենք անելիք չունենք։ Մենք անելիք չունենք։ Մենք կարանք իշխանություն ընտրենք, մանդատ տանք ու պահանջենք թափանցիկ եւ հաշվետվական կառավարում։ Մեզանից ոմանք տեխնատություն են ներկայացնում այդ բեռը վերցնելու համար, դա բեռը, դա շատ ծանր բեռը, ով որ մտածում է, որ դա արտոնությունը, ինքը ուրեմն վատ մարդ է, փիս մարդ է, անբարոյական մարդ է, անսկզբունքային մարդ է, իշխանությունը դա բեռը։ Հիմա մարդիկ կան, օրինակ բոլորին դեմ եմ նախաձեռնության մեջ իմ ընկերները, իմ գաղափարակիցները կամ համոզմունքակիցները կամ բարոյակիցները մենք պատրաստ ենք մտնել այդ բեռի տակ։ Մյուսները գալիս են մանդատ են տալի որոշակի լիազորությունները, որ մենք դրա վրա գործ անենք։ Ոչ թե ֆրանկ ասենք, եթե մեզի չեք տալի, ձեր գործերը ավելի վատ կլինի։ Մի հատ էլ չտվեցիք, էլի վատ կլինի։ Չնայած sense տնից վատ է եղել։ Մի խոսքով, գնացեք ձեր լիազորությունների շրջանակներում ձեր պարտականություններն արեք, իսկ ավելի ճիշտ էսել անիմաստ խոսք, որտեղ դուք մի բան եք մնացել անելու, մի բան։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իդեմս Նիկոլ Փաշինյանի, մեկ անելիք ունեն այսուհետ՝ դատվել։ Դատվելուց բացի նրանք Հայաստանի ու հայության առաջ ուրիշ անելիք չունեն։ Աստված տա այդ օրը շուտ գա, երբ որ դուք ձեր այդ անելիքը, դատվելու այդ անելիքը, ազգի առաջ որպես պարտք կկատարեք առաջին եւ վերջին անգամ։ Թերևս այսքանը։ Մտածեք ձեր հիմնական անելիքի մասին։ Նիկոլի կողը այսօր հարմար եւ
առաջին հայացքից տաքուկ տեղավորված հանցագիծներ։ Մի անելիք է մնացել ձեզ։ Ու եթե դուք էլ կամավոր դա չանեք, մենք ձեզ դա անել կտանք։ Վերջ առաջ դա ձեզ անել կտանք։ Ու դուք չեք պատկերացնում բոյը այն հոդվածների, որ ձեր գլխին է լցվելու որպես մեղադրանք։ Դրա համար Պուտինին եք զանգում։ Կռիշա պետք ապեր։ Պուտինը ձեզ չի փրկի։ Պուտինը շատ շատերին չկարացավ փրկեր, նայեք արաբական աշխարհի դիկտատորներին, ում փրկեց Պուտինը։ Թերևս այսքանը, մի շնոր հանդիպում, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, շնորհակալություն ինձ հետևելու համար, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, շնորհակալություն։